Դենչ, սիրով կարող ենք ասել բարի լույս բոլորին, ովքեր այս պայն լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, եկավ վերջապես այդ երկար սպասված շաբաթ առավոտը, որպեսզի մենք ձեզ ողջունենք եւ ասենք, որ առավոտն այսօր երաժշտական է։ Ինչպես յուրաքանչյուր շաբաթ եւ այն էլ արդեն շատ ու շատ տարիներ հանրային ունկնդիրը սովոր է յուրաքանչյուր շաբաթ առավոտյան արթնանալ, միացնել ռադիոընթունիչը, ձայնը բերել այսպես միջին տարբերակի, գուցե եւ բարձր եւ վայելել կենթանի ռադիոհամերգ։ Այո, կենթանի ռադիոհամերգը միայն հանրայինի ուղիղ եթերում է հասանելի եւ մենք սիրով ենք աշխատում ձեզ համար, իսկ ովքեր մեզ ոչ միայն լսում են, այլև դիտում են, իդեպ մեզ կարող եք դիտել Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով live-ն արդեն գործարկված է, արդեն տեսան տրամադրող գլխագիրը, որտեղ նոտաներն էին պտտվում, խոսափողներ պտտվում, մի խոսքով մենք ազդարարեցինք, որ երաժշտական ժամուկեսը սկսված է։ Եվ այսօր երաժշտական առավոտի ուղիղ եթերում են մեր սփյուռքահայ բարեկամները, տաղանդաշատ երաժիշտների մի խումբ, թեև նրանք դեռ չունեն խմբի անուն, գուցե ընթացքում մեր ռադիոլսողները կօգնեն այդ հարցում։ Այո, ունենք այդ հարցում։ Սիրով ուզում ենք ողջունել սիրահայ մեր բարեկամներին, մենակատար Սուրեն Աչեմյան, ողջունում ենք ձեզ, ստեղնաշարային գործիքների մոտ տեղ է զբաղեցրել կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը, ով արդեն ծանոթ է մեր ռադիոլսողներին, այո։ Թմբուկների մոտ տեղ է զբաղեցրել Ռաֆի Խորոզյանը, բարի լույս, եւ բաս գիտարար Արա Արսլանյանին եւս ողջունում ենք։ Այսպեսի քարյակ հետաքրքիր, Հալեպից են մեր երաժիշտները, արդեն Հալեպի շուրջն ենք զգալու։ Այստեղ է քիչ չէ ժամանակահատվածը եւ բոլորն էլ ընկերներ են բնականաբար, սկսվել է ընկերությունը Հալեպից։ Հալեպից այստեղից, այս պահը հասկանանք, էլի։ Ուրեմն նախ բարի լույս, շնորհակալություն, որ մենք նույնպես ձեր տաղավարում ենք, ձեր ծրագրում ենք։ Դուք առաջին անգամ չեք մեզ մոտ։ Այո, սիրելի Տիգրան եւ սիրելի Լուսինե, անչափ շնորհակալ ենք։ Այսօր ուղղակի մենք լրիվ նոր, ուրեմն նոր գազմով ենք, այդպես ասած, նվագախումբի գազմ է, բենդ է։ Ինչպես հիշեցիք, որ նվագախումբը դեռ անուն չունի, անուն չունի, բայց մենք երևի այս ընթացքում անպայման առաջարկներ կստանանք, որ վստահ եղեք, մեր ռադիոլսողները կօգնեն ձեզ այդ հարցում։ Այո։ Ուրեմն ասեմ, որ մենք ընկերներ ենք Որ թվականից։ Երկար տարիներու ընկերներ ենք Ռաֆին Արան, ավելի վերջ Սուրենը նաև տարիքի ավելի երիտասարդ է, մեզ ենք ավելի երիտասարդ բարձր։ Ավելի մեծ ենք տարիքով ուղղակի ու մենք արդեն մի քանի ամիսներ է այսպես այս խումբը հիմնված է։ Կարելի է բազմաթիվ նախագծերում եք ներգրաված, ոնց եք հասկանում։ Այո, ազատ ժամանակ ունեիք։ Անկեղծ ասած Սուրյանի առաջարկն էր, Սուրյանը անընդհատ այսպես անցած տարվանից առաջարկում էր, որ մենք ունենանք նվագախումբ, որ կարողանանք ավելի լայնամասշտաբ, ավելի հարուստ եւ ավելի այսպես ջգուն ներկայացնենք մեր երաժշտական երկացանկը կամ ծրագիրները։ Ծանոթանանք Սուրենի հետ, եթե դեմ չեք, ի վերջո ձեզ հետ շփվել ենք։ Բարի լույս Սուրեն, պատմեք մի փոքր ձեր մասին, երաժշտական կրթություն Հալեպում ստացել եք։ Ես երաժշտական կրթություն Հալեբում չեմ ստացած, որով Հալեբում այդ հնարավորությունները հատկանալ շատ չի։ Պատմեք մեզ։ Որով երկելու եւ որ սկսա արդեն բادرազմ էր։ Եվ 2015-ին տեղափոխվեցի Հայաստան։ Դպրոցական տարիքում էի, ավարտեցի դպրոցս Անտրանիկ Մարկարյան 29 դպրոցը, իսկ հետո ընդունվեցի Կոմիդասի անվան պետական կոնսերվատորիան, ավարտեցի 2020-ին։ Դրա գողքին արդեն ընկերների շնորհիվ երգում եմ զանազան առիթներով։ Այսինքն երաժշտական հիմնարար կրթությունը ստացել եք մեզ մոտ, այստեղ։ Հայրենիք։ Հետաքրքիր է։ Սարգիսը նշեց, որ ձեր առաջարկով ախումբը որոշել եք ստեղծել եւ որպեսզի կարողանաք ներկայացնել ավելի լայն մասաներին։ Ինչի մասին է խոսքը, ինչ նպատակ կար, երբ միավորվում եք եւ ստեղծում խումբ։ Հիմնական մենք որ երգում ենք մեր առիթները, համերգները միան ասենք տաշնամուրով էր լինում կամ մինուսներով էր լինում եւ չի գար այսպես խումբը որ սփյուռքահայ լավ խումբը որ գարա բենդով համերգներ ունենան Սարգիսին հետ որոշեցինք որ մի հատ լավ բենդ սարքենք եւ մեր համերգները բենդով
լա, այսինքն։ Ավելի պրոֆեսիոնալ մակարդակի եք։ Ինչ է երգում, ինչ ոճում է հանդես գալիս Սուրենը եւ ինչ է։ Ես երգում եմ հիմնական ես սկսած եմ երգելու հայրենասիրական երգերով, իսկ երբ Հայաստան տեղափոխվեցի, սկսեցա երգել դարբեր ժանրային երգեր, այսինքն Մի արա Տիգրան։ Երբ եկաք Հայաստան, ամեն ինչ սկսեցիք երգել։ այո, Չէ, եկեք այդպես չասենք։ որովհետև սկսեցանք երգել այստեղ ասենք արիտներ, հարսանիքներ, բարահանտեսներ եւ այլն, դրա համար պետք էր երգեի ամեն երգ։ Պետք է երգեք, այ փոխեիք կոպիտ ասած երգացանկը հարմարվելով, հա, տեղական շուկային։ Ինչպես։ Փորձում էիք հարմարվել տեղական շուկային եւ այդպես փոխում եք ոչ թե տեղական շուկային, այլ ես Սիրիայում երգում եմ միան հայրենասիրական երգեր, որ երբ որ եկա Հայաստանը, սկսեցա երգել ամեն տեսակի երգեր, ժողովրդական, աշխուհական, էստրադային։ Իսկ որ ժանրն է, որ հիմա ձեզ ավելի հոգեհարազատ է։ Հայրենասիրական։ Միևնույնն է, առաջին հորիզոնականում հայրենասիրականն է։ Մենք այսօր լսելու ենք։ Այո։ Ահա, հասկանալի։ Եկեք բացենք մեր ռադիոհամերգը, տղաների հետ դեռ կշփվենք, բազմաժանր է, չէ՞, այսօր մեր ծրագիրը լինելու ոչ այն առումով։ Ինչով ենք բացում համերգը։ Ինչ եք լսելու առաջինը։ Ուրեմն ես նկատի ունենալով, որ մենք այսպես Կարնանային դրամատրության մեջ ենք, Երևանը այսպես արդեն իր ամենագեղեցիկ, չնայած ինձ համար միշտ էլ գեղեցիկ է, բոլոր եղանակներում էլ Երևանը գեղեցիկ է, Հայաստանը, բայց ուրեմն այսօր առաջին անգամ է հնչելու մի նոր ստեղծագործություն իմ ստեղծագործություններից, այս անգամ ջազային ֆորմի մեջ, այսպես կարելի է ասել Կարնանային Երևան ստեղծագործության մեջ բախվել է ավանդական երևանյան ջազային այդ ոճը, որ հիմա մենք ներկայացնելու ենք, կորձիկային է, առաջին ստեղծագործությունը կորձիկային է, եթե կցանկանաք արդեն սկսենք։ Սկսեցինք։ Գնաց։
Ծափահարություններ, ուղիղ եթերում շնորհակալություն։ Իսկապես արթնացրեցիք, այսպես ասած, բոլորից, որովհետև կարծում եմ շատերը ռիթմերի ներքո ուղղակի սկսեցին զբոսնել իրենց սիրելի վայրերով։ Ես կարծում եմ, թմբուկների հարվածից շատ հարևաններ հիմա ով բարձր լսում տան ռադիոն, երևի արթնացան, շատ լավ է, այո։ Իսկ երկով կարթնացնենք, թե չէ։ Այո, այստեղ on-line հարթակում ռադիոլսողներն են գրում, Անահիտ Ներսիսյանն ասում է, թող շատ շատերը լսեն եւ տարբերեն ինչպիսին է լինում իսկական կոմպոզիտորը, բրավո, հիացած եմ։ Էդիկ Բաբուջյանն ասում է, բարի օր, սեր ու բարիք հայ ազգին, ջեր ողջույններ, սիրելի ռադիոլսողներ, չենք մոռանում, որ եթե մեզ on-line եք հետևում, ապա կարող եք նաեւ ձեր ջեր ողջույններն ուղարկել մեր այսօրվա հյուրերին, ոգեշնչել, գոտեպնդել եւ հիշենք, որ այսպես ասած բենդը անուն ունի եւ կարծում եմ, որ ձեր օգնության կարիքը այստեղ կա, նաեւ կարող եք գրել տարբերակներ, մենք դրանք կհնչեցնենք եւ ես լիահույս եմ, որ կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի ու վերջում բենդը անանուն չի հեռանա այստեղից։ Ծանոթանանք նաեւ տղաների հետ, բաս գիտարահար Արա Արսլանյանի հետ, բարի լույս, ես կխնդրեմ ձեզ մոտենաք, եթե չունեք խոսափող այս խոսափողին եւ ծանոթանանք նաեւ Արայի հետ, հասկանանք ինչ ճանապարհ է անցել։ Այսօր միայն ունենք 1-2 առաջին եւ երկրորդ խոսափող, խոսքի տեսնելը, չորրորդ խոսափող միշտ էպես է։ Համեցեք, Համեցեք։ Դուք ինչ ճանապարհ եք անցել, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս բոլորին։ Ես Արան եմ Արսլանյան, ինչպես մեր գործընկերը Սարգիսը նշեց, մենք Հալեբից արդեն ճանաչում ենք իրար եւ Հալեբի պատերազմների ժամանակ մենք ժամանել ենք Հայաստան 2014 թվին անցամբ ես եկել եմ արդեն 11 տարի է ապրում եմ Հայաստանում երաժշտությունը իմ համար հոբի է այսպես ասած որ նվագում եմ ես հիմնականում ստեղ մասնակցած եմ որպես network engineering պոլիտեխնիկական համալսարան ավարտած եմ այստեղ ինժեներ եք այո ինժեներ եք պաստորը ներգաբային աշխատում եմ տեղակիդական գազագերբության մեջ որպես այսինքն դուք ձեր մասնագիտությամբ աշխատում եք այո հրաշալի հակի աշխատում եմ եւ ազատ ժամանակ նվագում եք այո ճիշտ երբ դերեկը խնդրեցին ասեցին դենց միտք մգա որ բանդ կազմենք չնայած նվագել եմ որոշ կար ժամանակ Հայաստանում իմ համար ինչպես ասեցի դենց հոբի է ոչ հիմնական մասնագիտություն ես ընդրած եմ երաժշտությունը իհարկե շատ եմ սիրում բայց ասում են լավագույն աշխատանքը դա հոբին է որը վերածում ես աշխատանքի զբաղվում ես սիրած գործով եւ վարձատրվում ես շատ ճիշտ Դրա համար այս գեղեցիկ առիթ ունեցանք այսօր ձեր հետ գտնվելու շնորհակալ ենք այս առիթի համար եւ այս խումբը որ կազմվեց հույսով ենք առաջիկայում կշարունակվի դենց ծրագրեր միջոցով Մենք էլ հույս ունենք շնորհակալ ենք ծանոթանանք նաեւ Ռաֆի հետ ով հարվածային թմբուկների մոտ է, գործիքների մոտ է տեղ զբաղեցել, մինչ Ռաֆին մոտենա, ես կարդամ Զորաբ Գրիգորյանի ողջույնը, Փարևներս Երուսաղեմեն, Սարգիս Մայեստրո Ահա, այստեղ էլի ունենք մեր սփյուռքահայ բարեկամներից Վահե Արթինյանն է գրում Բարի լույս շատ սիրելի ռադիոյի աշխատակիցներ Բարի լույս, այո, բարի լույս Գրելուց արդեն հասկանում ենք Սիրահայ համայնք ակտիվ է այսօր Այո, արթնացեք, ձեզ տեսնենք Ռաֆի բարի լույս Բարի լույս բոլորին, բարի լույս ձեզ Շատ ուրախ ենք եւ հբարդենք որ այստեղ ենք մենք հանրային ռադիոն մեզ համար ուղղակի առիթ է որբեսի ներկայացնենք մեր արվեստը։ Ես էլ մասնակցությամբ պոլիտեխնիկ եմ ավարտել այստեղ։ Ու ես մի քիչ պատմությունս դերեկից ուրիշ է։ Այստեղ այսինքն 87-86 տարեշրջանի եկել եմ իբր ուսանող, մինչև 93 ավարտել գնացել եմ վերադարձել եմ Հալեբ։ Եվ ընտանիքով դեղափոխվեցինք իհարկե պատերազմի ընթացքում Այո, ընթացքում իմ ընտանիքով ապրում ենք այստեղ 2014-ից ստեղ եմ։ Այս է, ուրիշ բան սովոր բան։ Հետաքրքիր է։ Երկու պոլիտեխնիկ, երկու կոնսերվատորիա։ Ուրիշ բան է հետաքրքիր։ Հավասար։ Այո, հավասար կիսել եք։ Որպես ուսանող այստեղ ապրելու տարիները եւ արդեն հետո արդեն մշտական բնակության պահը տարբերություններ կասեք։ Տարբերությունը ասեմ։ Այդ Թվերին իհարկե խորհրդային Հայաստաններ, այստեղ ապրելակերպը եւ այլն լրիվ դարբերվում է, հիմա հիմիկվա անկախ Հայաստանից միշտ այստեղ սովորած երբ որ աստեցությունը մնացել է մեր մեջը,
Այդ տարիներում, որ ես Հալեբում էի ապրում, միշտ միտքը գալ հիմնվել Հայաստանում։ Այսինքն ունեիք այդ միտքը։ Այո։ Ընդհանուր ուսանողները 87-86 թվականներին շատ Հալեբից սիրիահայեր երդասարտներ եկել են այստեղ սովորելու եւ այդ ասեցությունը մնացել է։ Մեր ընդհանուր սիրիահայ ուսանողները, որ այստեղ էին սովորում, միշտ այդ մտադրությունը մենք հավաքվում էինք այդտեղ, միշտ այդ գարոտով խոսում էինք Երևանի մասին, Հայաստանի մասին, ամեն ինչի մասին։ Մինչև երդասարտը, այսինքն երբ որ վերադարձա 93-ին, այդտեղ պիտի արդեն երդասարտ դղա պիտի դուքես գազմես, մի 15-20 տարի չեմ եկել։ Ու եկաք ու ամբողջությամբ փոխված։ Այո։ Լավ, իսկ այդ տեղափոխվելուց հետո ձեր կյանքում ինչ փոխվեց։ Յուրաքանչյուրի կյանքում, հա, այ Հայաստան տեղափոխվելուց հետո։ Սարգիս ինչ է ծիծաղում, ինչ որ պատմություններ կան։ Ինչ որ գարասին ես խոսելու մեջ այդ կավարվեց։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, Ռաֆի։ Տեղափոխվելուց հետո։ Այսինքն փոխությունը այդ էր, որ իմ երազանքը սիրանգեց։ Այստեղ ծափեր։ Հայտնվեցիք դրախտում։ Բրավո։ Գոհ եք չէ ձեր երազանքից։ Բայց Սարգիս ինչ որ բան ունի ասելու, ինչ որ։ Գիտեք, ես անընդհատ այսպեսի միշտ այդ տեղափոխվելու այդ նույն երազն էլ ես ունեցել եմ ես միշտ այդ ցանկությունը եղել էր, որ Հայաստան տեղափոխվի։ Այսինքն ուղղակի պատերազմը այսպես խթան դարձավ, որպեսզի հենց այդ ժամանական մեկը գալու եք, միևնույնն է գալու եք։ Դա այնպես ստացվեց, որ իրերը արագ հավաքեցիք եւ երազանքը ուզեիք թե չուզեիք կատարվեց։ Այս ցավոք այդպես է։ Երանի ավելի հարմար արիթլիներ, ավելի հանգիստ տեղափոխ, ավելի դարբեր պայմաններ, բայց արդեն ես գիտեք 14 տարի եմ, արդեն ես քիչ ժամանակ չի անցել։ Դու արդեն վերջ մշտական ունես այստեղ։ Այո, այդպես է։ Եվ ոչ միայն Սարգիսը կարծում է։ Արիթներ եղավ, որ դարբեր երկիրներում լինեմ, բայց արևելակույնս 3 օր է։ Հետո կարոտում ես Երևան, վերադառնում եմ արդեն։ Իհարկե շատ ծանր է, երբ ծանր վիճակում, պատերազմական իրավիճակում պետք է շատ արագ հավաքվես, դա դաժանության աստիճան է, հատկապես այն ինչ որ տեսնում եք պատերազմի ժամանակ։ Եվ փաստորեն արագ տեղափոխվել եք Հայաստան եւ մենք ուրախ ենք, որ կարողացել եք հարմարվել այստեղ։ Եկաք եւ ձեզ հետ նոր գույներ բերեցիք նաեւ մեզ մոտ այստեղ։ Ի վերջո կենցաղի փոփոխություն, ապրելակերպի փոփոխություն, տեսարանի փոփոխություն դա հեշտ չի մարդուն։ Որքան էլ դուք ուզում եք ձեր հայրենիքում ապրել, բայց այդուհանդերձ արագ տեղափոխվել ու աչքերը բացել ուրիշ տեսարան տեսնել, դա էլ է արդեն դժվար։ Հուսամ այդ ընթացքն էլ եք, չէ՞, հեշտ ունեցել։ Դժվար է եղել այդ փուլը, անցման փուլը։ Այո, անկեղծ ասած։ Դժվար է եղել։ Այո։ Իմիջայոց գիտեք, ես մի հատ բան մեր եղբայր Դիկրանը, ես առաջին օրվանից մենք արդեն բարեկամներ, առաջին տարին որ եկել էի, մենք արդեն եղբայր Դիկրանին հետ գիտեք ինչի։ Չէ, որտեվ անպայման, գիտեք, անպայման գողքիդ մարդիկ կլինեն, որ քեզի այդ ուժը կդան, էներգիան կդան, որ դու մենակ չես։ Այսինքն մենակ չես։ Իսկապես իմ բարակայում, իմ ընտանիքի բարակայում ուղղակի հարազատներ չկան։ Այսինքն բոլորը դարբեր երկիրներ են արդեն։ Այսինքն հարազատները գտարնան քո նոր ընկերները։ Որոնց ամեն օր տեսնում ես, որոնց հետ ամեն օր շփվում ես։ Մենք շատ ուրախ ենք, որ ձեզ իսկապես զգում եք ինչպես ձեր տանը, որովհետև սա ձեր տունն է։ Շնորհակալ ենք, այդպես է։ Շատ կարևոր է, այո։ Օնլայն հարթակում ձեզ ջերմ ողջույններ են շարունակում ուղարկել մեր ռադիո լսողները։ Հակոբ Մագդիսն ասում է բարի օր բոլորին, Հարութ Եսայանն ասում է Սիրիայի ամենալավ տղերքից։ Շնորհակալ ենք Հարութ ջան։ Նարեկ Շահինյանը մեզ գրում է Աթենքից, ջերմ ողջույններ։ Կալիմերո, կալիմերա։ Այստեղ չէի կարող հունական որևէ այսպես։ Բարի լույս Աթենքից Սարգիս Ադամյանն իսկապես տաղանդավոր երաժիշտ եւ հայրենասեր է։ Աստված օրհնի բոլոր խմբերի անդամներին եւ հաջողություն, շնորհակալություն ծրագրին։ Մերի Դավթյանն ասում է նոր օրվա հիանալի սկիզբ բոլորիս բարի եւ արդյունավետ օր։
Վարդան Դոլմաջյանն է գրում. Բարի լույս բոլորին ջերմագին բարևներ Վանաձորից, մեր շատ սիրելի Սարգիս Ադամյանին բարի երթ, ձեր նորաստեղծ բենդին մեծ սիրով կսպասենք Վանաձորում։ Շնորհակալություն սիրելի Վարդանը ուրեմն Վանաձորի Գոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է, իմ լավ ընկերն է, լավ երաժիշտ է, իրեն շնորհակալ եմ։ Անպայման Վանաձորում արիթ կունենանք, որ մենք համերգ ունենանք։ Շնորհակալ ենք սիրելի Վարդան։ Այստեղ Հարութ Եսայանն ասում է ապրեք Սուրեն, Սագո, Արա եւ Ռաֆի։ Ես կարդում եմ այնպես, ինչպես գրված է հատում։ Եկեք ի վերջո լսենք այնուամենայնիվ Սուրենին, ի վերջո այսօր դեռ չի եկել։ Դեռ չի եկել։ Ուրեմն հա, լավ, ուրեմն արագ երկացանկի մասին ասեմ երկու նախատասություն։ Երկացանկը ուրեմն ունենք երկացանկի մեջ ռետրո երգեր, այսինքն ռետրոն հայկական ռետրո երգեր, ունենք հայրենասիրական երգեր եւ ունենք ժող, այսինքն folk, Armenian folk ոճի երգեր։ Մենք արդեն սկսում ենք մեր երգը։ Մենք սկզբում պիտի ասել այսօր ունենք։ Այո։ Այսօր ունենք։ Այո։ Շնորհակալ։ Ինչից ենք սկսում։ Ֆիքսել ես արդեն մեր նման են խոսում։ Սկզբնական շրջանում էր բավական։ Մենք իրենց պես սկսեցինք խոսել, իրենք այսպես։ Նույնիսկ ռուսերեն բառեր է սովորել Սարգիսը։ Սարգիս ջան։ Մենք դեռ առիթ կունենանք զրուցելու։ Վայելենք Սուրեն Աճեմյանի կատարումը, խնդրեմ։ Գաբույդեին քո աչերը ծովի պես այս մաքուր ինչ կանեմ գարոդել եմ ես նրանց ծպում էր ծովը գաբույդ ծպում էին աչքերը քո լալիս էր իմ հոգին դառնացած ծպում էր ծովը գաբույդ Ծպում էին աչքերը քո լալիս էր իմ հոգին դառնացած Ով գիտե որ պիտի գնաս դու այս աշխարհում Ով գիտե որ պիտի գնամ ես ինչ որ ես ունեի ես տվի այս կյանքում գարոդի Սատ ոչինչ չմնաս Գիտեինք վաղ թե ուշ մնաս բարով բիդասենք որ գնանք մեր ջամփով բաժանված Ներիրից հենտիսան հոգ, ես ինքս եմ ինձ արդեն թաղել, ապրելով լոք քեզանով, քեզ աչավ չեմ նգադել Ներիրից հենտիսան հոգ, ես ինքս եմ ինձ արդեն թաղել, ապրելով լոք քեզանով, քեզ աչավ չեմ նգադել Հիմա ես չգաս արդեն Եվ ինչով էլ ինձ գախարդել Մորմոգում եմ անվերջ քո գարոդից Ալիքիքներ չգիտեմ շատ կմնան այս ապում Իսովի գարոդիցատ ոչինչի մնաց Իսովի գարոդիցատ ոչինչի մնաց Իսովի ոչինչի մնաց Սաղապարություններ են հնչում հիմա այս պայն Մեզ մի պատված Ֆրենք Սինատրային եք լսում, բայց հայերեն Այնքան հաճելի էր Շորման մի բան Ռոմանտիկ էր, մի տեսակ անսպասելի էր Սկիզբը հատկապես Թավշյա ձայնով Ստիգրը ուշատ նուրբ, թավշյա ձայնով, բայց այնքան նուրբ Այնքան համադրելի էր անհամադրելի Հետաքրքիր էր, սկիզբը շատ խոստումնալից սկիզբ Ոգևորեցիք մեզ, եթե անկեղծ լինենք Շատ հաճելի էր Փաստորեն
Չեմ պատկերացնում իհարկե այս ռոմանտիկ ստեղծագործությունից հետո հայրենասիրականը ինչպես է իրականում, բայց վստահ եմ, որ շատ լավ։ Մենք դե կլսենք բնականաբար։ Մենք ակնկալում ենք, որ մեր ռադիո լսողները բենդին անուն տան, բայց ինձ թվում է մի քիչ նրանց ժամանակ պիտի տանք, որպեսզի հասկանան երաժշտական առումով ոճը, որպեսզի կարողանան այսպես թիրախային ճիշտ մոտեցում տալ։ Դուք երբևէ չեք մտածել, որ ձեր խումբն էլ պիտի անուն ունենա, լավ, տարբերակներ չկա։ Դեռ ոնց չի ասանք, որով արդեն բավական ամիսները փորձերու մեջ ենք դառնապերնված, մենք մեր անձնական ամերկներով արդեն որ երգիրից դուրս ենք գնում գալիս, նույնիսկ դեռ արիտ չեղավ, որ աս հարցին շուրջ մտածենք անունի մասին, որով կարևոր է անունը, ճիշտ անուն պետք է որոշվի, չլար տնենք անունը հետո է փոխենք։ Դուք փաստորեն շրջագայություններ էլ ունեք։ Այստեղ բացես ոնց են ներկայացնում։ Այո, իհարկե ունենք Սիրիահայ բարեկամներ։ Երգում են, նվագում են սիրիահայ բարեկամները։ Չէ, հիմնական լինում է, որ ես գնում եմ Սարգիսի հետ կամ դղերքը գնում են դենց դարբեր արիտներով։ Մարտին Սուրյանի հետ միասին ուրեմն Շվեդիայում ունեինք համերգ։ Տեսնում ես, չէ, էլի հաղորդավարներին մոռացել են տանը։ Իսկ ամենահետաքրքիր անակնկալը, որ այս ամսվա վերջում Սուրյանը հրավիրված է Ավստրալիա։ Մենք Ավստրալիայից ունկնդիրներ ունենք, կարող եք անոնսել ձեր համերգը։ Այո, դե ասեք, մենք բարի ենք։ Դուք մեզ չեք տանում ձեր հետ իհարկե։ Սիդնեյից մեզ գրում են, այո։ Այո, ունենք բարեկամներ։ Իդեպ ես ունեմ առաջարկ խմբի անվանման հետ կապված։ Ասա։ Համեցեք։ Կարող եք խումբ անվանել Արաս։ Ինչպես։ Արաս։ Արաս։ Ս վերջում բայց։ Ս։ Անվան առաջին տառերով է փորձել ստանալ։ Արաս։ Ս Արաս։ Արը, ասը, նայք, ունեք Սուրեն Սարգիս, Արա և Ռաֆի, երբ տարերը այսպես համադրում ենք, Արաս է ստացում, տարբերակ մեկ, Տիգրանը առաջարկեց։ Արաս բենդ։ Շատ լավն է, ինչ խոսք։ Այդպես մեկ էլ աբանն է եղել, ու վերջ, մեկ էլ դուք կլինեք։ Լավ հնչողություն ունի։ Անվճար է, խնդրեմ համեցեք, անվճար է։ Մենք շարունակենք։ Այո, իհարկե շարունակենք։ Հաջորդ երկրի մասին արագ ասեմ, ուրեմն շատ հանրազանոթ Ռուբեն Հաղվերդյան։ Միշտ ինձ գիտեք ինչ ասել են, որ անպայման երկի հեղինակի մասին անպայման հիշել։ Շատ ով որ ասել է շատ ճիշտ բան է ասել, Սարգիս ջան, գեցեք։ Ուրեմն շատ հանրազանոթ սիրո աշուն երգն է Ռուբեն Հաղվերդյանի։ Հետաքրքիր է ինչպես կհնչի ձեր մատուցմամբ։ Այո, շատ լավ։ Լսենք։ Իմիջիայլոց այստեղ եւս կներեք, իհարկե, հիմա Տիգրանը նյարդայնացավ, բայց խմբի անուն են առաջարկում դրա համար։ Էդիկ Պապուջյանն առաջարկում է խմբի անունը դնել հայրենադարձներ։ Բայց վաղուց արդեն իրենք Էլ ինչ հայրենադարձ 14 տարին արդեն անցել է։ Տարապում են այստեղ։ Հին ենք արդեն հին։ Այստեղ ասում է Արմինե Հովսեփյանը, բարի լույս սիրելիներս, ողջույններս ձեր հյուրերին, ինչ գեղեցիկ ներկայացրեցին Հարութի երգը, հուզեցիք, շնորհակալություն շատ։ Միրո Համամջյանն է ասում, ողջույն իմ գաղափարի ընկերներս։ Շնորհակալություն Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակազմին, որ մեզ ներկայացնում են այս գեղեցիկ պահերը։ Նունե Վանոյանը ողջունում է, ասում է բարի լույս մեր տաղանդավոր Արա ջան, շատ ուրախ եմ քեզ տեսնել այս հրաշալի խմբի կազմում։ Սա ոգևորող է։ Վերջին շտապ հաղորդագրություններից հետո կարող ենք հիմա երգել։ Հա, վերջապես կարող ենք։ Խնդրեմ։ Շատ լավ։ Կարծում ես այդ անցրևն է արդասում բադուհանիտ այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ գլորվում են ոսում են աբակուց տապվում են ցած այս խոսքերը որ լսում են իմ երկի մեջ ուշացած ում է պետ խոստվանանքդ ափսոսանքդ ուշացած Սերը կոմի հանելուկ էր ու գախնի գերջը բացված Դագուցե աշտանգատակներ դերևներն էին թեղնած Ծարաղում լուր արտասում էր մի աղջիկ մենակ կանգնած Մեր սիրո աշունը էլ երբեք չի գրգնվի Եվ անցյալն ամեն անգամ աշտան հետ կայցելի Բադուանիտ լուր գարդ
գարդասվի ու բադուանիտ լուր գարդասվի մեր սիրո աշունը էլ երբեք չի գրգնվի եւ անցյալ ամեն անգամ աշնան հետ կայցելի ու բադուանիտ լուր գարդասվի ու բադուանիտ լուր գարդասվի Հասկանում եմ, անցած ետ չես բերի Այս ամեն հատուցումն է իմ կործած, իմ մեղքերի Այն աղջիկ և աշունը, աղտերին որ գործրի Դա ջահել իմ խենթություններ, որ երբեք ինչ եմ ների Ես գիտեմ երջանկությունը, մի անգամ է այցելու Իսկ հետո երբ հեռանում է, այս հետո ստեիր տոնում Ու հետո ամբողջ կյանքում, մեր մենք նրան ենք որոնում Այդ ասեմ, որ նա տոնում էր, կյանքում ոչ ոք չի գտնում Մեր սիրո աշունը, էլ երբեք չի գրգնվի Եվ անցյալ ամեն անգամ, աշնան հետ կայցելի Բադուանիտ լուր գարդասվի ու բադուանիտ լուր գարդասվի մեր սիրո աշունը էլ երբեք չի գրգնվի եւ անցյալ ամեն անգամ աշնան հետ կայցելի ու բադուանիտ լուր գարդասվի ու բադուանիտ լուր գարդասվի Բադուանիտ լուր գարդասվի ու բադուանիտ լուր գարդասվի Շատ հետաքրքիր էր հնչում Ռուբեն Ախվերդյանի հայտնի Սիրո աշունը ձեր մատուցմամբ Սարգիս փաստորեն այդ 14 տարի է ինչ հայրենիքում եք եւ այդ ընթացքում այս հիշում էի հա երբ առաջին անգամ ծանոթացանք հանդիպեցինք այն ժամանակ հեռուստաեթերի համար հաղորդում էինք նկարում ձեր ընտանիքի մասին որպես հայրենադարձ ինչքան է կներեք այս բառը աճել Սարգիսը եւ ինչպիսի բարձունքներ է նվաճել այստեղ երկար ճանապարհ է եւ դժվար ճանապարհ է մանավանդ արվեստի ոլորտի մեջ ոչ թե միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, մանավանդ որ դժվար է, գիտեք, նոր ամեն զրոյից սկսել։ Ես գիտեմ, այս սերիայում դուք ֆիլմերի համար երաժշտություն եք գրում, հեռուստատեսության հետ եք համագործակցում, հա։ Այո, ուրիշ։ Իսկ այստեղ ամեն ինչ պետք է սկսել նոր էջից, կարելի ասել։ Այս անցած մի քանի տարիներին բավական արիտներ ստեղծվել եւ ես այդ արիտները փորձում էի լավագույնս օգտագործել խոսքը արվեստի մասին է իհարկե մշակույթի մասին բացի այն մրցանակները բացի այն համերգները որ հատուկ նախագծերում այ հանրային ռադիոյի կոմիտաս նախագծումներ գրաված եք արժե ուրեմն մի հատ շատ հետաքրքիր տեղեկություն փոխանցեմ ուրեմն մի 10 օր առաջ ինձ զանգ ստացա Հունաստանից մեր հայկական համայնքի այդերի մեր ասինքն համայնքի ղեկավարներից ուրեմն խնդրեցին որ երկու ստեղծագործություն որոնք այդ 150-ամյակի ուրեմն ցեղասպանության նվիրված ֆիլմ են նկարահանել եւ Հունաստանի եւ Եվրոպայի ամենահայտնի ալիքներից մեկը Կոսմոտե ալիքը գա որ այդ ծրագրի անունն է ժամանակի մեքենան time machine այդպես եւ 1 ժամ ֆիլմ նկարահանել են երկուշաբթի երեկոյան ցուցադրվելու է ֆիլմը ինձնից խնդրեցին որ
իմ ստեղծագործություններից նաև արավել այդ երկու կոմիտասի մշակումները եւ պայմանակիր ուղարկեցին, որ օգտագործել։ Իհարկե ես ռադիո զանգեցի, ինձ ասվեցավ, որ կարող եք այդ բանը դրամատրել, ոչ մեկ հարց չկա։ Բացի այդ, ես այս տարի նոր մի հատ ֆիլմի երաժշտություն եմ ավարտել։ Ֆիլմը մասնակցելու է Աշնան Ամերիկայում Փարադոնի։ Լիլիթ Կասպարյանի ֆիլմն է, ֆիլմի անունն է Անտիդեպրեսանտ։ Հա, շատ ինքը շատ բարդ ֆիլմ է, հոգեբանական շատ բարդ ֆիլմ է։ Եվ դուք խելահեղ երաժշտություն եք գրել։ Մոտավորապես այո։ Շատ ատոնալ, ոճի մեջ, շատ ժամանակակից, շատ դժվար։ Ինձ նաև այս շատ հիացնում է ձեր այդ բազմաժանր լինելը, որ դուք կարողանում եք տարբեր ոճերում ճկուն լինել, համագործակցել, գրել, տարածել։ Շատ շնորհակալ եմ հարցումին համար, բայց մի հատ այսպես հումորային պատասխանեմ՝ բիդաբրինք։ Տարբերակությունը միշտ պիտի ապրեն թե ոչ։ Տրամաբանական։ Այսինքն այո, շնորհակալ եմ այդ պահանջն է բերում ճկունության։ Այո։ Ինչ եղավ Նուր բենդի հետ։ Նաև ես հիշում եմ, որ Նուր եք տեղափոխվել, դերեկների մեկ այլ բենդ։ Տղաներին ողջուններս Շանթ Դանիելյանը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, արդեն այնտեղ է ապրում։ Իսկ Ջորջը Քեվորգ Սարգսյանը արդեն հիմա Կանադայում է ապրում։ Նուրը փլվեց։ Չդիմացան այստեղ պաստորեն։ Համարյա այդպես է։ Ափսոս։ Այ։ Այստեղ տարբերակներ կա Իմիջայլոց խմբի անվան։ Նախ Դավ Վասոյանն ասում է ապրես Սուրեն ջան, գեղեցիկ ընտրություն, գեղեցիկ կատարում։ Մարդո Մարդոյանն ասում է բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, բարև տղաներ։ Խմբի անունը կարող է լինել Ձայն Հալեպի կամ Voice of Aleppo կամ Aleppo Spirit։ Aleppo Spirit։ Okay։ Ահա, 3 տարբերակ առաջարկեց։ Նունի Ասատրյանն է ողջունում, Անահիտ Ներսիսյանն ասում է ցանկացած երաժիշտ ով Ադամյանի հետ քայլի, միայն ու միայն մեծ հաջողությունների կհասնի, մեծ երաժիշտ, հպարտանում եմ, որ ճանաչում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Հովիկ Թոփալյանն է գրում։ Լատինատառ է գրում, կփորձենք վերցանել։ Բարև բոլորին տաղանդավոր երաժիշտներ եւ ընկերներ մասնակցելով այս լավագույն հայդագրին, որ միշտ քաջալերեն սփյուռքահայերուն։ Շնորհակալ ենք Հովիկը, մեր լավ եղբայրն է, մեր լավ ընկերն է։ Ապրում է նաև Հայաստանում։ Բոլոր ձեր եղբայրներն են պաստորեն գրում եւ Քույր Լուսինեն կարդում է։ Դու ես կարդում իրենցը, որովհետեւ դու հրաշալի հասկանում ես։ Եղբայր Տիգրանը եւ Քույր Լուսինեն։ Եղբայր Տիգրանը կարդում է եւ եղբայր Տիգրանը աշխատանքի բերումով Տիգրանը, լավ, չգիտեմ ես, այդքան շատ չեմ շփվել, աշխատանքի բերումով հիանալի տիրապետում է նաեւ, այսպես ասած, ու կարողանում է ճիշտ վերցանել։ Որովհետեւ շատ գեղեցիկ է հնչում։ Շատ, երկեցիկ է Իմիջայլոց, շատ։ Եկեք շարունակենք, հասցնենք լսել բազմաժանր կատարումները Սուրենի։ Այո, խնդրեմ։ Հաջորդ երգը ուրեմն ժողովրդական երգ է, ժամանակակից ցևով մշակված, որ երգն է։ Հաբրբան։ Երաժշտական առավոտ հայտագրում, հնչում է Հաբրբանը, խնդրեմ։ Sare, go ser nanzi gavare, go ser nanzi
Jabane haburban Jane can can kurban Jane can kurban Jane can kurban Ծափահարություններ։ Դուք երկերը կարճացրել եք, հա, այդպես վերցրել։ Չէ, ուղղակի արագ է անցնում։ Կամ արագի վրա եք դրել, երկու անգամ արագությունը փոխել եք, ինչ-որ բան։ Ես Ինչ եք կարել։ Արագացուցիչ։ Ինչ եք այո, կարել։ որ գիտեք երկու երգ որ մի քիչ այսպես շատ ռոմանտիկ ոճի երգեր էին, պետք է մի քիչ Որոշեցիք ռիթմ փոխել, ռիթմի հա։ ձևը փոխել։ Այո։ Հետաքրքիր է։ Որքան հաճախ եք այս բենդով ելույթ ունենում։ Հիմա այս հումբով առաջին անգամն է այստեղ նվագում ենք։ Իրար հետ Եկել եք քննություն հանձնելու։ Հիմա մենք- Սա ձեր բեմելն է։ Ստացվում է առաջին Այո, հիմա մենք նվագած ենք ես եւ Սարգիսը իրար հետ, ես եւ Ռաֆին իրար հետ նվագած ենք զատ արիտներով, ասենք ես ու Ռաֆին եղած ենք ուրիշ տաշնամուր նվագող ա եղել, ես եւ Սարգիսը նվագած ենք ուրիշ դավաճանում եք էլի իրար։ Բայց առաջին անգամն է Էլ ոչ։ Այս վերջիններ այստեղ։ Եթե մի քիչ սխալներ լինի, տողներն մեզ հետ։ Սխալներ չկա, իրականում հիանալի է, նույնիսկ տպավորություններ, թե ամեն օր ելույթ եք ունենում երեկոյան միասին։ Դեսա մեծ քննություն է դեսա Հա, մոյ։ հրաշալի է ուղղակի, հասկանում եք, չէ՞, սիրելի ռադիոլսողներ, խումբը առաջին ելույթը հենց մեր եթերում է իրականացնում։ Ուրեմն բայց իհարկե նաև որ այսինքն դերևս որ մենք այսինքն այդպիսի ելույթի գարկի չենք ունեցած բան, բայց խումբը բավական ամիսներ է աշխատում է այդ ուղղությամբ, այսինքն Պատրաստվել եք։ պատրաստվում է եւ մենք ուղղակի ունենք հաջորդ ամիսներուն բավականին ունենք ելույթներ, համերգներ, բավական արիտներ ենք ունենալու, նաև գիտեք այսպես արիտ է որ ես իմ առաջարկս ուղեմ մենք մեր ցանկություններից մեկն է որ մենք ունենանք համերգներ Հայաստանի մարզերում։ Այդ մեր ցանկությունն է։ Եթե իհարկե մեզ լսողներ կան, մենք պատրաստ ենք մեր համերգներով Հանդես գալ մարզերում Տեգուս սահմանամերձ գյուղերում մենք սիրով պատրաստ ենք գնալ մաս կազմել այդ ամեն ինչին որ ուրախացնելու համար մեր հայրենակիցներին։ Ես մի բան եմ նկատել, որ մեր երաժիշտները գրեթե բոլորը պատրաստ են մեկնել մարզերում համերգներով ելույթ ունենալ։ Սա խոսում է շատ լավ բանի մասին, մնում է լինեն հնարավորություններ, որպեսզի երաժիշտները կարողանան տեղ հասնեն եւ ներկայանան։ Ձեզ ջան ողջույններ Գևորգ Խորոզյանից, բարև բոլորին, շատ տաղանդավոր բենդ, ուրախ եմ որ այս առավոտ արթնանում ենք իրենց երաժշտությամբ, բարևներս բոլորին։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ։ Այ ամբողջը պիտի այդ տոնայնությամբ կարդացիք։ Ես այդպես չեմ կարող։ Չես կարող։ Ես այդպես չեմ կարող։ Երկացանքը փաստորեն եթե նոր եք սկսում, ստացվում է որ երկացանքը նոր եք կազմել, ճիշտ է։ Ռեպերտուարում քանի երգ ունեք ընդգրկված։ Ուրեմն, գիտեք, Հարայի ռադիոյի համար հատուկ երկացանք ենք։ Առանձնացրել եք, թե՞ հա։ Որտեւ այստեղ պետք է շատ ավելի պատասխանատու տորտ կտրելու երգերը այստեղ չեք կարող խնդրել, բնականաբար բարձ է, չէ։ Ընդեղ էլ չեն կարելու։ Չէ, ընդեղ էլ չեք։ Իսկ խորովածի բերման արարողության երգ ունեք։ DJ-ն է միացնում։ DJ-ն է, հասկանալի է։ Դուք ցիվիլ հատվածն եք, այսպես ասած, ապահով։ Կուլտուրական, մշակութային այսպես։ Իհարկե, այստեղի ծրագիրը լրիվ ուրիշ է։ Նույն այստեղի ծրագիրը նաև համերգային ծրագիրի երկացանք է, բայց իհարկե ուրիշ տեղերու հետ կապված, ասենքան ճիշտ բառը, ասեմ խրախճանքներու բարակային, իհարկե ուրիշ Թմբլտաշը ավելանում է։ Ահա, բնական է։ Թմբլտաշ։ Սարգիսը ամեն ինչ կարողանում է ներկայացնել։ Փորձում եմ։ Եվ պարային, եւ խորոված։ Փորձում ենք։ Բայց ամենասիրելի նախընտրելի ոճը Սարգիս ո՞րն է։ Ջազ։ Ջազ եւ ժամանակագից դասական այսինքն։ դա շատ։ Միշտ Մենք Սուրենի հետ չենք շփվում, Սուրենը նեղացել է մեզանից։ Սուրենը սպասում է համեստ, սպասում է իր ավտոբուսին է սպասում։ Սուրեն, ինչ եք լսելու հիմա։ Հիմա լսելու ենք Մշո աղջիկ երգը։ Որը։ Ինչ հետաքրքիր տեմբր ունի, չէ՞։ Շատ հետաքրքիր տեմբր ունի։ Մի քիչ շատ խոսիր էլի, տեմբրը տենքան հաճելի է լսել։ Ի վերջո ո՞րն եք լսելու։ Մշո աղջիկը չի։ Հիմա կողմնորոշվեցիք, ո՞րն եք լսելու։ Հիմա Զովն է շարանչումն ենք երգելու։
բավականին այսպես ռետրո երգ է, որ սա Հարութի գդարմամբ է եղել, մենք կներկայացնենք մեր ոճով։ Գնացինք։ Լավ, լսենք։ Ձովն է շարանչում իմ ոտքերի դակ վայրվում է ժայրիլեր գարոդով և ետնահանչում հիշում եմ ես կրգին հենց այն ժայրապում համբուրեցի քեզ ես գարոդով և գնացիր դու աշուն է հիմա ոսկե Վաղըցը մեր գլինի ծուրդ Արուն գգանչի կարնանդակ սարցի դակ Հորիզոնի մեր գրծքին հեզ Հև գդեմ իմա տեսնում ես Արդյունքի միջին շպտում ես ինձ այդպես Բայց արդեն անցավ մեր սերը Ին երկեր ու շերասները Սիրում եմ ես ուրիշին Կոնը չեմ Արդյունքի միջին շպտում ես Գոշը վիդովից տանչում ես Ձով է շարանչում սրդից պես սիրելիս Գնացիր դու հերու Իսկ իմ աչքերը Խոստվանություն են, լուր պնդրում են, թեր սրդիս մեջ, ախ գնա հերացի, գնա ես չեմ գա, թող առաջին սերդ անգադար լինի, մորացվի, աշում է հիմա ոսկե կույն, վաղըցը մեր գլինի ծուրդ, արուն գգանչի կարնանդակ սարսի դակ, Հորիզոնի մեր գրծքին հեզ, հև գդեմ իմա տեսում ես, արդյունքի միջին շպտում ես ինձ այդպես, բայց արդեն անցավ մեր սերը, ին երկեր ու շերասները, սիրում եմ ես ուրիշին, կոնը չեմ, արդյունքի միջին շպտում ես, գոշը վիդովից տանչում ես, ձովն է շարանչում սրդից պես սիրելիս Բայց արդեն անցավ մեր սերը Հին երկեր ու շերասները Ձովն է շարանչում սրդից պես սիրելիս Շատ հետաքրքիր տարբերակ է։ Հիշեցնենք ռադիոլսողներին, որ այս երաժշտական առավոտը մեզ են պարգևում մեր սփյուռքահայ սիրահայ բարեկամները, տաղանդաշատ երաժիշտներ Սուրեն Աչեմյանը, մենակատար հարվածային գործիքներ Ռաֆի Խորոզյան, բաս գիտարար Արա Արսլանյան եւ ստեղնաշարի մոտ նստած է կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը։ Ես պետք է իմա մի երկի անուն տամ, Սուրեն, մենակ չասես, որ այդ երկը չես երգում, որտեվ քո ձայնի տեմբրը ինձ հիշեցրեց այդ կատարողին։ Չէ, հիշեցնում է Մանվել Մենենգիչյան, երջանկության արդյունքներ։ Երգում ես այդ երգը։ Եթե չկա պիտի անհապաղ դա եւս քեզ շատ քո երգն է։ Մույս անգամ անպայման երգենք։ Այդպես անպայման կավելացնում։ Կամ Ադիս Արմանդյան օրինակ։ Երգ է, Երկու եք։ Այդպես տպավորություն է, բոլորը միայն մեծացել են Հարութի երգերի տակ, Փամբուկյան, բայց Հարութ, Ադիս, Մանվել Մենենգիչյան։ Մանվել։ Նաեւ։ Այո, այո։ Ասեք, բա, ասեք։ Այո, իհարկե։ Էլ ինչ եք լսում։ Այն տարիներին, էլի երիտասարդ տարիներին։ Ուրեմն մի հատ ինչ անենք նոր երգ, հա, չլսեցի։ Ինչ երաժշտություն եք լսում երիտասարդ տարիներին։ Գիտեք, Չեք լսում են ժամանակ։ Այո։ Ուրեմն այն ժամանակ, որ ասինքն Սիրիայում էինք, հայրս
հայրս անընդհատ դանը ուներ ինքը այդ long play LP-ները, մեծ դիսկերը, մեծ դիսկները։ Սկավառակների մասն եք խոսում։ Մեծ սկավառակները։ Ես փոքր տարիքից լսել եմ Ազնավուր, այդ բոլորը գաբահված, ինչ որ ասում եմ հիմա Հալեբում մեր դանն է, Երանի արիթ ունենամ այդ բոլորը բերեմ այստեղ իմ մոտ բահեմ էդի ինձ համար թանկարժեք է։ Ազնավուրի բոլոր ցայնակրությունները լսել ենք։ Արամ Խաչատուրյան հայրս, այսի մենք փոքր էինք ուղղակի, մինչև այն դարիքը հասնենք, որ մենք որոշենք, այդ բոլորը ես լսել եմ։ Ավելի ճիշտ երաժշտությամբ եք մեծացել։ Այո, ես այդ իմ ընտանիքին շնորհակալ եմ այդ բոլորի համար։ Ավելի երդասարդ, ավելի բադանի դարիքին արդեն ոճային փոփոխություններ է եղել այն ժամանակ, մի քիչ ռոք եմ լսել, hard rock եմ լսել, վերջը փոխվել եմ ուղղակի այդ ջազային վիճակ, new age, այդ new age մի ժամանակ կար, որ այդ Յանի, չգիտեմ, այդ Հետարքերը Սուրենը ինչ երաժշտության տակ է մեծացել, իրենց ընտանիքում ինչ են լսել։ Մենք հիմնական լսում էինք Ցախարութի երկերը շատ եմ լսում։ Ադիսի երկերն եմ լսում։ Հայրենասիրական ոճով ասենք Սահակ Սահակյանին էի շատ լսում։ Մեր ողորմած Մագիչին էի շատ լսում։ Արսեն Գրիգորյան Մռոն եմ շատ լսում, որ ինքը բախտավորվեց այբ որ եկա Հայաստան, ծանոթացա հետը եւ ինքին վարպետ եղավ, բավական ինձ շատ օգնեց, որ ես ընդունվեմ կոնսերվատորիա, որովհետեւ որ կոնսերվատորիա մեկը գաճախ է, արդեն ինքը, ասենք փոքր դարիքեն ինքը երաժշտական լավ գրթություն ունենա, որ ընդունվի կոնսերվատորիա։ Ես որ եկա Հայաստան, արդեն երկում էի, բայց երաժշտական գրթություն չունեի, բայց ընկեր Արսենը այդս մոտ մի դարի չափ աշխատեց եւ իրեն շնորհիվ Ջան ողջույններ մայստրոին, Արսենին, Մռոին։ Ահա։ Մենք կլսենք հայրենասիրական հիմա, թե մի քիչ ուշ։ Ժող երկունի։ Ժող ունեք, դե խնդրեմ, շարունակեք։ Այո, այստեղ նաև շնորհակալություններ են հայտնում ռադիոլսողները, կարող ենք կկարդակ դա։ Samanaides Meshoachchi gedin shlavnes Ay vosket samanaides Meshoachchi gedin shlavnes Հերացել ես կոմոդեմ Չեմ գշտացել համուհոդետ Մշոաղջի գեդինչ լավնես Չեմ գշտացել համուհոդետ Մշոաղջի գեդինչ լավնես Չեմ գշտացել համուհոդետ Մշոաղջի գեդինչ լավնես Մշոաղջիկ դուք զամոն վայլել է Շդխնցոր է համոն վայլել է Ասարի մեջ կես գսիրեմ իմ յարո իմ զարո Ուրել գնաս կես գդիրեմ իմ յարո իմ զարո Ասարի մեջ կես գսիրեմ իմ յարո իմ զարո
կսիրեմ իմ յարո իմ զարո Իմ յարո իմ զարո Ասարի մեջ կես կսիրեմ Իմ յարո իմ զարո Ուրել գնաս կես կդիրեմ Իմ յարո իմ զարո Ասարի մեջ կես կսիրեմ Իմ յարո իմ զարո Ուրել գնաս կես կդիրեմ Իմ յարո իմ զարո Այ հազարի մեջից հենց այդ ընտրության մասին էր այս երգը, այո, հազարից հենց նրան կընտրի։ Ինչ հետաքրքիր փոխվեց, չէ՞ թեթև կատարողականությունը, երբ ավելի ժողովրդական սկսեց երգել։ Շատ հետաքրքիր ու շատ հաճելի տարբերակներ է։ Այո։ Սարգիսը իր ձեռագիրներ փորձել իր գույններ հաղորդել երգի մեջ, փոքրիկ էսպես ջազային ձեղում։ Ճիշտ է, ուրեմն գիտեք հիմնականը այստեղ Հայաստանում անվիսի գեղեցիկ մրցակցություն կա։ Այսինքն նայած դեպքեր կա, որ ոչ գեղեցիկ է, կա գեղեցիկ, կա ոչ գեղեցիկ, կա ահավոր, նայած։ Ես գիտեք ուզում եմ դրական արտահայտվել, որ սփյուռքայինն այդպեսին իրանք միշտ տեսնում են բաժակի լեցուն կողմը, դա մենք գիտենք, որ դուք այդպեսին։ Ուղղակի այդպեսի մրցակցություն կա, որոնք խմբեր շատ կան, որոնք գիտեք հիմա այսպես մոդայիկ բան է, որ ֆոլք հայկական ֆոլք երգերը ժողովրդական ֆոլք ասեմ, որ ավելի ուղղակի ֆոլք երգերը ժամանակակից ձևով բանդերում մեջ ներկայացվի։ Մենք փորձում ենք մեր ձևով էդի փորձում ենք անել, իհարկե կարող է հետագայում մենք մի հատ ժողգործիկ ունենանք հետերնից, այսինքն չգիտեմ, երևի բլուլ Այսինքն խմբի online-ում մեկ հավելյալ հաստիկ։ Այո, որ իր խումբը ունենա նաև այսպիսի քույն եւ թիմակից։ Դե որ բլուլ եղավ, հետո ստիպված դուդուկ էլ պետք է լինի։ Դուդուկ որ եղավ, դհոլ էլ պետք է լինի։ Դհոլ որ եղավ, կքաղցրան։ ակորդեոն էլ պետք է լինի։ Ակորդեոն։ Դա թող լինի գործիքա թող լինի։ Թող լինի, շատ լինի, քիչ չլինի։ Դեռ մեկ ինչպիսի պլաններ եմ ձեր խմբի համար։ Մենք գծում ենք ձեր հերահար, այսպես ասած, մարքեթինգային քայլերը։ Տեսնում եք, աշխատում ենք ձեզ համար։ Լավ, հետո ո՞նց եք դիմանում այդ մրցակցության մեջ Սարգիսը, լավ, ասեք տեսնեմ։ Դժվար է։ Դժվար է, այո։ Մանավանդ գիտեք, ամբիսի հարց տվեցիք, որ այս մի քանի օրվա իմ, այսինքն իմ մտահոգություններից ով է խանգարել, ով է ձեզ նեղացրել։ Ասեք։ Բայց կա մրցակցություն կա, այո, ամեն ժանրի մեջ, ամեն ժամանակներ էլ եղել է Հայաստանում էլ Եվրոպայում, այսինքն բան է, բայց գիտեք, ես ուղիղ նայում եմ իմ աշխատանքս զարգացնելու ավելի լավ ձևով ներկայացնելու։ Եվ շատ ճիշտ եք անում, լուրումն ձեր գործն եք անում, ոչ ոքի չեք խանգարում եւ Չէ, ես գիտեք, ես նույնիսկ ով որ կարիք ունի օգնության եւ կարողանամ օգնել, սիրով միշտ պատրաստ եմ օգնելու։ Այ ես գիտեմ սիրում մեր սպրկարի, որ շատ ազնիվ անշահախնդիր ու անկեղծ է։ Ինձ միշտ զարմացրել ու հիացրել է ձեր առանձնահատկությունը, ազնվությունը, մաքրությունը, չեք ստում։ Գիտեք, այնքան կարևոր է դա։ Այդ հատկությունները, եթե այդպես է շնորհակալ եմ ես, այդ հատկություններով էլ ընկերներ կունենամ։ Այո, միանշան։ Այդ բան է, գիտեք, մագնիսային բան կա, այդ որ եւ ունեմ անկեղծ շատ լավ ընկերներ ունեմ, դուք գիտեք իմ լավ ընկերներից մեկը Հրանտն է Մուրադյանը, որ ողջունեմ, իմ երկար տարիներում մենք գործակցություն ունենք եւ ինքը արդեն ոչ, այսինքն ինքը Հայաստանի լավագույն կատարողներից է։ Այո։ Այնպես որ եւ իհարկե ուրիշ լավ ընկերներ էլ ունեմ։ Ես այս հաղորդման, այսինքն այս տարի ուրիշ էլ մի հատ հետաքրքիր նորություն ունեմ, այս արիթ չեղավ որ ասեմ, ես այս անցած տարվանից ընդունվել եմ
Շարլ Ազնավուրի անվան Քոլեջ կոլեջում իբր դասախոս, այո։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Այնտեղի կոլեկտիվին հետ էլ շատ համերաշխ, շատ գեղեցիկ աշխատանք եք դանում, մանավանդ ժողովրդական երգի բաժին եմ դասախոս Սամսոն Պանյանի դասարանում եմ եւ շատ ուղղակի շատ հանգիստ, շատ ինձ համար շատ հոգեգան բավարարություն ստանալու վայր է։ Շատ լավ։ Հրաշալի է։ Այո։ Հրաշալի է։ Այստեղ ընտանեկան ողջույն կա, այդ մեկը գոնե կարդամ էլի։ Հրակ Խորոզյանն է գրում։ Ձեր որդին է։ Բրավո ժողովուրդ, բրավո papa։ Այնց այդպես։ Բարև, հայրիկի։ Այո, շատ լավ է, շատ հաճելի։ Ինչ ենք լսելու հիմա։ Հաջորդ երգը Մարդիգի երգն է, Թրջեի մտքով դուն երգը։ Ես կուզեմ նվիրել այս երգը այն դղաներուն, որ իրենց կյանքը զոհեցին մեր հայրենիքի համար, իրենց կյանքի երազանքներն, ասենք, վազանցանք հանուն հայրենիքի երազանքներու համար եւ թող մեր բոլորին բարդ կլա բայկարինք մեր հայրենիքի համար, աշխատինք մեր հայրենիքի համար, մեր առօրյային նվիրենք մեր հայրենիքի համար, որ ավելի հզոր եւ ավելի մեր երազած հայրենիքը ունենանք եւ գուզեմ նվիրել նաեւ այն մայրերուն, որ իրենց զավակը իրենց ամենաթանկը նվիրած են մեր սուրբ հայրենիքի համար, թող նվիրվի այս երգը իրենց հիշատակին։ Բրավո։ Խնդրեմ, լսենք։ Թրջեի մտքով դու ուր իմ մայրն է արդում տեսնեի այն արու կարոտով ես անու որ ամեն մի գարում չրերով Գաչում էր սարերում տեսնեի այն արում գարոտով ես անու որ ամեն մի գարում չրերով վարարում գաչում էր սարերում թեքվեի Մարկերում ուրցաղուկ եմ պուրում ուրմանուկ օրերում հովներ ինձ միշտ համպուրում տեսնեի այն արում գարոտով ես անու որ ամեն մի գարում չրերով Գաչում էր սարերում հայրենիք իմ սրտում թե չընկնեմ ես մարդում ախ իմ մայր թանկագին դուն գկամ ես կրգին գսպոպեմ քո Ախ իմ
չէի մտքով դու ուրի մայր նեարդու Սաղապարությունների հնչում ձեզ համար շատ յուրահատուկ մոտեցում այս երկին, այս սիրված երկին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն եւ շարունակում ենք մեր ծրագիրը եւ այստեղ on-line հարթակում մեզ գրում են Կալիֆոռնիայից, Լոս Անջելեսից։ Այո, դուք նաեւ մեր սփյուռքահայ Հաճախ եկեք մեզ հյուր, որպեսզի գրեն աշխարհի տարբեր անկյուններից։ Քանի որ աստանկ անգեղծ խոսակցություն եղավ, սիրելի հայրենակիցներ, կարող եք այս խմբին հրավիրել շրջագայությունների, չմոռանալով հաղորդավարներին։ Այո։ Ադուր համար միտքս։ Իհարկե, մեզ համար մեծ պատիվ ուրախություն է ձեր ներկայությունը մեզ հետ։ Ահա, դե տեսեք ինչ եք անում, վիզայի խնդիր չունենք։ Այստեղ Գալիս ենք, վաղ տենց ենք։ Քուվեյթից էլ ունենք ջերմ ողջույններ, ասեմ ձեզ, այո։ Այստեղ Կալիֆոռնիայից մեզ ողջունում է Հովիկ Մենեշյանը, ասում է Բարի լույս ռադիո, Գայանին, Կալիֆոռնիայեն, Փարևներս Սարգիսին, Ռաֆին, Արային եւ Սուրենին հաջողություն ձեզ բոլորիդ։ Վահե Արտինյանն է ասում, Ատիս Ջերմանտյանը, Ադիս Արմանդյան։ այո, Սփյուռքի ամենալավ մեկնաբաններ, Վահեն է գրում։ Ռադիոյի ֆոնդում պահվում են Ադիսի ձայնագրությունների դեպասը։ Մարիա Թորոսյան Քալամքարյանն է գրում, Բարի լույս Լոս Անջելեսեն։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստան եւ Սիրիա, բարի օր ձեզ բոլորիդ։ Հաճույքով կլսենք ձեզ, առողջություն նոր կազմված խմբին, հաջողություն եմ աղթում։ Վարդան Լեհանունով օգտատերն ասում է աբրեկ դղեք։ Տես ես էլ եմ քիչ-քիչ սովորում եմ։ Դա ինչի մասին է խոսում։ Փացարիկը ստացված եթեր է։ Փացարիկ։ Եվ Քուվեյթից ողջունում է Գարո Արսլանյանը։ Տեսնում եք ինչ լավ է։ Էլ ինչ եք ուզում։ Էլ ինչ եք ուզում, ամբողջ աշխարհին ոտքի հանեցիք։ Շնորհակալ ենք։ Ով քնած աջակցությամբ, ձեր աջակցությամբ, հանրային ռադիոյի աջակցությամբ, ձեր աջակցությամբ։ Շատ հաճելի առավոտ է Գարո Ասլանյանն է գրում։ Մի հարց ունեմ բոլորին, երբ եկաք Հայաստան, ինչը ձեզ զարմացրեց։ Ամենաառաջին անգամ։ Լավ իմաստով թե վատ, Տիգրան։ Տեսան ու զարմացան։ Հիմա թե լավ է, Եկա, թե տեսա, վատ է։ զարմացա։ Իրենք թող որոշեն։ Սուրեն, ինչը ձեզ զարմացրեց հայրենիքում։ Հայրենիք ինձ համար մեծ նշանապանություն է, որովհետև ես մեծացած եմ Սփյուռքի մեջ հայրենիքով իմ երեց ընկերներու շնորհիվ, որ ինձ միշտ հայրենիքով է Դա մեծացել։ գիտենք, երբ իջաք օթանավակայան կամ չգիտեմ, սահմանը հատեցիք, եկաք Հայաստան, եւ ինչը ձեզ զարմացրեց։ Բարդություն էր ինձ համար, որ հայրենիքի օղերում վրան եմ ադի ինձ համար բարդություն էր։ Զարմացություն չեղավ։ Երկար ժամանակ Դեր ընկերներն ասում են ոմանք, որ բոլորը հայերեն էին խոսում, ոստիկանը հայերեն էր խոսում։ Իմանալով են եկել։ Ամենտեղ հայերեն էր գրված։ Ասեք։ Հմայիչ եւ զարմանալի նաեւ հմայիչը, որ բոլորը հայ են։ Ահա, տեսնում եք։ Սկացումի նման սկացում, այդ գիտեք ինչ, երևի միայն որ երևի դրսում աբրողը այդ սկացումը կունենա։ Մենք էդիկը Մենք չենք զգում դա։ Մենք այստեղ ենք ապրում, ես համար սովորական է դա այո, ձեզ բայց մեզի համար ես ամեն առավոտ կարդնանամ հոգեպես այս ընթացքում եղա դարբեր երկիրներ, նույնիսկ մի տարիով եղել եմ արաբական երկիր Կատարում եղել եմ, բայց շոկ էր։ ինչ Շոկ էր։ հալելի կաշճան։ Շոկ էր։ Դա ուրիշ Էլ ուրիշ բան չկար։ բայց միշտ այդ հոգե այո, պատահում է որ բանը Դες համար հայրենիքը դրախտ է, մեզ համար հայրենիքը։ Գիտեք, չէ, գիտեմ որ բոլորի համար էլ դրախտ է, բայց Այո, իհարկե։ ես գիտեմ բոլորի համար էլ դրախտ է, կմնա պայմանները ավելի դրախտային լինեն։ Դրախտային լինեն։ Դե մի քիչ էլ մեզնից է կախված։ Մի քիչ շատ չէ։ Դե ինչ, շարունակենք դրախտային եթերը եւ տեսնենք հիմա ինչ ենք լսելու։ Հաջորդ երկը հայր միացեք երկն է։ Եկանք հասան։ Եկանք հասանք։ Իմ վարպետի երկերից մեկն է Կուսան Հայգազունի, որ ես բախտավորված եմ Հայաստան, որ եկա, էլ իրեն է դել ծանոթացա եւ հիմա միջև իմ այսօր իրեն խմբի մեջ մենակադար եմ։ Եվ ողջուններս իրեն հոստեղ են։ Ողջունենք Կուսան Հայգազունին։ Ողջունենք, առողջություն մաղթենք եւ գնացինք։
սիրել Հայաստանն մեր բայց ինչքան ասես տշնամի կուներ բոլոր կողմերից դերուն թրացին ձերք ձերքի դված պես գտեցին մեզ ուսի դված արյուծի նման ետ բերենք կողը պարկը հայության ուսի դված արյուծի նման ետ բերենք կողը պարկը հայության հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության հասնենք հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության հասնենք դեր ճամփա ունենք պիտ հասնենք սասուն կաչերի հողը մեզ է սպասում դեր ճամփա ունենք պիտ հասնենք սասուն կաչերի հողը մեզ է սպասում ուսի դված արյուծի նման ետ բերենք հողը պարկը հայության բայց արկալիք է սպասում հային այս դժվար բահին լինենք միասին չի հանգստացել մեր հին թշնամին ուզում է նորից գոդորել հային ուսի դված արյուծի նման ետ բերենք հողը պարկը հայության ուսի դված արյուծի նման ետ բերենք հողը պարկը հայության հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության հասնենք հայեր միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության հասնենք դեր ճամփա ունենք պիտ հասնենք սասուն կաչերի հողը մեզ է սպասում դեր ճամփա ունենք պիտ հասնենք սասուն կաչերի հողը մեզ է սպասում ուսի դված արյուծի նման ետ բերենք հողը պարկը հայության ուսի դված արյուծի նման ետ բերենք հողը պարկը հայության Հասանք հանրային ռադիո։ Այո, ծափերով։ Այո, Շնորհակալություն ծափարություններ։ արդեն հասկացանք, որ այդուհանդերձ հայրենասիրական երգերը, այսպես ասած, ավելի հոգեհարազատ են կատարողականությունից նաև ինչ որ ակցիա։ Սուրեն, cover-ներ երգում եք։ Այո Իսկ ինչ չեք երգում։ Իմ չալուց անգլալեզու երգեր կան։ դե հիմնական այդ տրկավոճի երկերը չեմ երգում Չէ, ինչու՞ օրինակ Ջենիֆեր Լոպեսի երկացանկից երգեր կամ Frank Sinatra։ Pharrell Williams։ Եվրոպական էլ չեմ երգում մենակ հայերենի մեջ Չստացվեց։ Արտասահմանյան չենք երգում, լավ եք անում, ճիշտ եք։ Տեղաբնակներն են երգում արտասահմանյան, իսկ սփյուռքերը երգում են մեն հայկական։ Շատ սխալ դասավորություններ մի տեսակ։ Այստեղ երգում են, այնտեղ չեն երգում, հասկանում ես։ Մի տեսակ լավ չէ, Լավ բայց չստացվեց, ոչինչ բայց շատ դա- հաճելի է, որ դուք նախընտրում եք Գործունեք, երգել հայերեն։ օտարաշունչ երգեր։ Հրաշալի է ուղղակի մեր մշտական շատ ցելի ռադիո լսող Գայանե Այվազբալյանին ջեն ողջույններ, Ջեն, ասում ջեն, շատ ողջույններ։ քաղցր են երկում Սփյուռքի մեր բոլոր տղաները, խումբը անվանեք Հայկազունգ։ Եվս մեկ տարբերակ։ Սա եք ուզում։ Գա այդպիսի խումբ Հուսան Հայգազունի խումբի անունն է Արդեն ուշացել եք, գրանցված է Տիկին Գայանե ուրիշ անուն մտածեք, բայց հետաքրքիր տարբերակներ այսօր հնչել են իրականում։ Դուք իմ տարբերակի վրա ուշադիր մտածեք, կտեսնեք Արասը։ Արասից Հա, իմիջալոց կարճ, կոնկրետ, ցանկացած լեզվով հեշտ Ես գումար չեմ ուզի հետո մի մտածեք ես գումար Դուք կուզեմ։ մենակ տեսեք ինչ եք անում, մեզ մի մոռացեք, որ գնում եք։ Ես կբավարարվեմ միայն լոկ շնորհակալությամբ բեմահարտակից կարող եք Չէ, Տիգրան ջան, Նվաստիս անունը թվում է, ասել։ որ Credits by Tikran։ Երբ գրեմի ստանաք, Չէ, ինձ կհիշատակեք շնորհակալություն կհայտեք։ այսօր հասանք։ Գրեմի, ես մաղթում եմ ձեզ։ Ինչ լսենք հաջորդի, որովհետև մենք շատ քիչ ժամանակ շատ ունենք։ քիչ։ Հարգելի, սիրելի հայրենակիցներ։ Հայդագիրը կմոդենա ավարտուն։ Այո։
Ավարտուն թե ավարտին։ Ավարտին ներողություն, այո։ Չէ, ուզում եի հասկանալ ոնց է ճիշտ։ Դու նորից պիտի։ Ինչ ենք լսելու։ Լսելու ենք ուրեմն մի հատ շատ ռոմանտիկ էլի երգ, այսպես այդ Սրտաճմլիկ։ Ինձ թվաց ավարտին մոտ արդեն պետք է մի քիչ ավելի Տժիշկները շատ են, զրուցմիկ, բայց տեսնենք դուք ինչ է։ էլի ուզում եք քնացնեք բոլորին։ Okay։ Չէ, լսի, ինձ թվում է Ինչ սրտի եք սրտի լարերն են։ Ինչ եք արկելու։ Էլի ռետրո երգերից է որ Բոնիեմ։ դու նորից եկել ես։ Ինչ անեմ։ Ինչ անեմ, այ այդ հարցը բոլորին տանջում է։ Դու նորից եկել ես, ինչ անեմ։ Այ հենց գտնեն այդ հարցի պատասխանը, ամեն ինչ լավ։ Գերել ես իմ հոգին։ Այո։ Թող ինչի եք այդքանից հետո նորից Այո։ գերվել չեմ հասկանում։ Ինչ անեմ։ Որ չգիտեք ինչ անեք։ Իմաստը, մի խոսքով գնաց։ Բայց երկեք, ոչինչ, մենք կլսենք։ Դու նորից եկել ես ինչ անեմ Դու նորից գերել ես իմ հոգին Դու նորից եկել ես ինչ անեմ Դու նորից գերել ես իմ հոգին Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ կսիրեմ խենթի պես Ես երկար, շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Ես երկար, շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ կսիրեմ խենթի պես Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ կսիրեմ խենթի պես Թե գնա իմ սիրում Քո առաջ Թող զավգի միշտ կարում Թե գնա իմ սիրում Քո առաջ Թող զավգի միշտ կարում Խենթ ես դու Խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ կսիրեմ խենթի պես Քեզ երկար, շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Ես երկար, շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ կսիրեմ խենթի պես Խենթ ես դու, խենթ աղջիկ մի լույս է Ես էլ քեզ
Ես իրեմ խենթի պես Ես էլ քեզ խենթի պես գսիրեմ Այո, պատմություն խենթ աղջկա մասին։ Խենթ աղջիկ Միլուս է, մի խոսքով ինչի էիր գնում, որ հետ էիր գալու, ինչի էիր սպասում, որ չգիտեիր ինչ էիր անելու, մի խոսքով։ Այդպեսի խառը պատմություն։ Գայանա Եվազբալյանն է առաջարկում խումբը անվանել Արեգա։ Ես հիշեցի մի տեսակ լվացող միջոց, Արեգա լվացող միջոցներ կան ափսեների։ Կայ, բայց տանում է այդ կողմ, չգիտեմ, կարծեմ կա։ Մեծ սրտիկներ Սոսե Չաղլասյան Գազելյանից, եթե ճիշտ եմ կարդում։ Այո։ Կարողանում ենք վերցնել։ Փորձում ենք։ Վահե Արթինյանը գրում է ես բնավ ջերմ չեմ կարող մոռանալ առաջին անգամ երբ տեսել է Աթիս Արմանդյանին Լիբանանում իր առաջին ելույթը եղել է 1970-ին եւ Վահեն այդ հուշերով փաստորեն կիսվեց։ Դուք եք տեսել Ադիս Արմանդյանին, թե չէ՞։ Դվագել ես նույնիսկ, բաց են հանի։ 2000 այստեղ Հայաստանում եմ։ Նույնիսկ այստեղ։ Այո, վերջին դարիներին էր, մի տարի հետո ինքը մահացավ։ 2017-ի ամանորի երեկոն։ Այստեղ Երևանում։ Այստեղ Սարգիս Փոլադյանն է ասում Տիգրանի սիրած արտահայտել։ Վարձներդ կատար տղակ։ Եվ on-line հարթակում նաև Սուսաննա Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ձեզ տղաներ, ասում է մեծ բավականություն ստացանք։ Նույն շնորհակալությունը նաև ուղղում է ձեզ Վարդ Բարսումյանը, սրտիկներ ու վարդեր է ուղարկում ձեզ։ Տեսնում եք որքան հաճելի է։ Մենք ունենք 5 րոպե ժամանակ, որպեսզի մեր այսօրվա բացառիկ եթերը հայդագիրն ավարտենք։ 5 րոպե։ Այո։ Մեկ երգ թե երկու երգ վերջում կփակենք։ Նայած ինչ տևողության։ Եթե հնարավորություն Ինչ։ Մեկ երգ։ Մեկ երգ, թե վերջացնենք, զրուցենք, ավարտենք։ Երկով ավարտենք, թե հաջողություն։ Վերջին խոսքի հնարավորությունը վերջին երգից առաջ։ Պապաջես ինտորքում չես։ Վերջին երգից առաջ։ Պաստոն բռնեցիք քննությունը առաջին այսպես մեծ համատեղ ելույթը եւ այն էլ հանրայինի ուղիղ եթերում կարելի ասել ստացված։ Ասեք։ Ասենք համերգներ էսի մեր համար եւ շնորհակալ ենք հրավերի համար, որ մեզի ընդունեցիք այսօր այստեղ, ուղղակի մեզի համար ուրախություն էր ծերեդ լալա այսօր։ Ինչ հաճելի է։ Իդեպ ռադիո լսողներին է դուր եկել։ Միշտ կհիշենք, որ առաջին համերգը եղած է այստեղ։ Չմոռանաք, հատկապես լսարանի առաջարկների ժամանակ մեջ չմոռանաք։ Սարգիս ես շնորհակալ եմ հանրային ռադիոին, իմ սրտի շատ մոտ է հանրային ռադիո, ես ամեն տեղ հպարտությամբ կհիշեմ հանրային ռադիոն, ես համարում եմ հանրային ռադիոն իմ դունը, այդպես եմ, միշտ էլ այդպես զգացել եմ անցած դարիներուն ամբողջ, այդպես է, շնորհակալ ենք, մենք կփորձենք մեր խումբը ավելի ընդլայնել եւ ավելի կատարյալ ավելի մեծ լայն ծրագիրով ներկայանալ եւ գիտեք մեր առաջին համերգ, եթե ասենք համերգը ամենա դժվար դեղն է ավելի դժվար դեղ չկա քան այստեղ այսինքն եթե այստեղի բարեհաճող անցավ այստեղի մեր ելույթը Ուրեմն ամենտեղ կարող եք գտնել, վերջացել։ Նախ ֆիքսենք մի կարևոր բան, որ հանրայինի ռադիոլսողը բավականին գրագետ ճաշակով ռադիոլսող է։ Ըստ պահանջ։ Ես նաև համարում եմ, որ հանրային ռադիոն այդ իմ գիտեք ամեն անգամ որ այն ժամանակվա այն խոսում է Երևանը այդ ամեն անգամ Սարգիս Նաջարյանի ցայնով ամեն անգամ հուզվում եմ եւ երբ որ ես այսին հիմա դուք կաք իբր շարունակող այս մեծ հարուստ ավանդության ես համարում եմ որ Էդի համար ինձ համար մեծ բադիվ է, ուղղակի էսի իմ ցանկություններից մեկն է որ իրականացել է։
Վերջ, ամենակարևորը դա է, ձեզ երկար ընթացք ենք մաղթում։ Մեծ հաջողություններ։ Լի դահլիճներ ու բազմաթիվ ծափեր ու բրավոներ, սա շատ կարևոր է Նորություններ ունենաք, համեցեք։ Այո։ Եվ շրջագայություններ մեզ հետ միասին։ Լիլիա Պետրոսյանն ասում է այսօր այն առավոտն է, երբ ափսոսում ենք, որ եթերն ավարտվում է։ Դե հիմա, ինչպես ասում են, եթերն ավարտվում է։ Այո, վերջում հիշեցնենք եւս մեկ անգամ, սիրելի ռադիոլսողներ։ Մեր Սփյուռքայի բարեկամները պարգևեցին մեզ այսօրվա երաժշտական հայդագիրը, մենակատար Սուրեն Աչեմյան, հարվածային գործիքներ Ռաֆի Խորոզյան, բաս գիտար Արամ Արսլանյան եւ ստեղնաշարային գործիքների մոտ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանը։ Լսում ենք վերջին ստեղծագործությունը եւ մենք դες հրաժեշտ ենք տալիս մինչեւ երկուշաբթի հանգստյան օրեր։ Կհանդիպենք երկուշաբթի։ Այսին սիրուն վարկարում է, ծաղիկները արտանում են, սիրո ճամփան ինձ տանում է, Արտիները ոլորվում են, արսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անթաթար Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման եմ գալիս, արար աշխարհին շուտում է անթավար Ինչոց կոմը վարդուն ասանք, հազար գարոտ ու երազանք, ախ ինչ տավն ես իմ սիրո հասանք Քայլում ենք, աչքի դագովից նայում ենք, բայց իմ կողքով լուր անցնում ենք Ամեն աղջիկ մի բերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց երկին ես կերի եմ սիրահար Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման եմ գալիս, արար աշխարհին շփտում է խանդավար Ինչոց կոմը վարդուն ազանք, հազար գարոտ ու երազանք, ախ ինչ տավն ես իմ սիրո հասանք Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման եմ գալիս, արար աշխարհին շփտում է խանդավար Ինչոց կոմը վարդուն ազանք, հազար գարոտ ու երազանք, ախ ինչ տավն ես իմ սիրո հասանք Ախ ինչ տավն ես իմ սիրո հասանք Ախ ինչ տավն ես իմ սիրո հասանք